Շնորհակալություն Երևանի համար։ Մի հատ այս ընդհատիկ տրոլեյբուսի համար նոր եթեր բացեք։ Բարև ձեզ։ Ողջույն, Ժորժ ջան, ողջույն։ Բան ասրան էս ինչ կա։ Ստուգում ենք, փորձ ենք անում 20 Բարև ձեզ։ Բան ասրան երեք նախարարին եմ ասում, բայց սցենարն նայել եք, որ անձրևը լինի բան։ Անձրևը լինի։ Հա, դա բան չի, չէ, այսինքն ուրիշ։ Շատ լավ։ Այն ծայրի նպահով աչապետ գնանք մտնենք մեզ մի անգամից։ Բարև ձեզ։ Նոստալգիա չի։ Hi everyone, how are you? Այս հատվածը նոստալգիա չի տալիս մի քիչ Մարիոտը։ Բարև ձեզ Ժորժ։ Բարև ձեզ։ Մենք ենք շնորհակալ, բարև ձեզ։ Այս կողմից։ Դիմացից։ Դավիթ ջան։ Ահա, Արի Դավիթ ջան։ Այո, կատարվեց, տեղի ունեցավ։ Խնդրեմ պարոն Ավինյան, ինչ ունենք պատմելու։ Ունենք պատմելու, որ ստացել ենք 45 նոր տրոլեյբուսներ, մինչ այս մենք երկու խմբականակ էինք գնել, 15 եւ եւս 15։ Եվ այս անգամ գնել են 45 մի անգամից նոր տրոլեյբուսներ, որով որ ամբողջական մեր տրոլեյբուսային հին պարկը փոխարինում ենք նոր տրոլեյբուսներով։ Այսինքն հուսահատության տրոլեյբուս էլ չենք ունենում։ Այո, ռետրո, իրանց հուսահատության չկոչենք, իրանք այդքան վատը չեն, ռետրո տրոլեյբուսներ Բայց նոր ասում եք կարող է մի հատ տենց լավ վերականգնենք, ռեստավրացիա անենք, կամ միգուցե այլ ֆորմատով սրճարանի կամ գրադարանի ֆորմատով պահենք, այդ ամբողջապես մեր տրոլեյբուսային պարկը փոխվում է այս նոր որակյալ լավ տրոլեյբուսներով, որոնք որ առանց գծերի նույնպես երթևեկում են մոտավորապես 60 կիլոմետր։ Պարոն Ավինյան, ես ճիշտ եմ հասկացել, որ մենք այս խմբականակը ձեռք բերելու որոշում կայացրել ենք նախորդ խմբականակների աշխատանքի արդյունքը վերլուծելով եւ արձանագրելով, որ տրոլեյբուսները ռեալ Երևանում կաշխատեն։ Այո, միանշանակ տրոլեյբուսների մեր գծերը կենսունակ է եւ տրոլեյբուսները կաշխատեն։ Եթե ասեմ ավելին, մեր գծերը ծախած եւ կերած չլինեն, մեր քաղաքում շատ լավ տրամվայներ կաշխատվեր։ Հիմա այնուամենայնիվ դեռևս ունենք այնինչ ունենք, հիմա տրոլեյբուսային գծերում կունենանք նոր տրոլեյբուսներ, հետագա նոր տրանսպորտի ներդրման մասին էլի կունենանք հնարավորություն։ Եվ ամենակարևորը առանձնահատկություններից մեկը այն որ գնում ենք Մուբարաշեն, նայում եմ տրոլեյբուսը եւ նայում եմ որ տրոլեյբուսի գիծ չկա, այսինքն կա տրոլեյբուս, բայց տրոլեյբուսի գիծ չկա, այս տրոլեյբուսների առանձնահատկությունը այն է, որ իրանք լիցքավորվելով կարող են 60 կիլոմետր իրանք առանց լարերի երթևեկել։ Իսկ 60 կիլոմետրը Երևանի համար դա լուրջ թիվ է եւ նաեւ ես ճիշտ եմ հասկանում, իրանք երբ որ կպած են լարեն, իրանք զուգահեռ լիցքավորվում են եւ հիշում եք, չէ՞, ժամանակ որ վարորդները դուրս էին գալիս քաշում եւ այլն հիմա վարորդը տեղում անում իսկ կպնելն էլ հա այո մենք ունենք դեռ բաներ հատուկ սարքեր են ամրացնում, պարոն վարչապետ, որոնք որ գնում են այս եռանկյունաձև սենց մի հատ բան է, կպած այդ լարերին, ինքը գնում է ոնց էլ չլինի, այդ լարեն գնում է այդ եռանկյունի մեջ ու գալիս կա։ Այսինքն արվում է դա ընդհանրապես կնոպկայի։ Ես հիմա առաջարկում եմ, որ մենք սկսած վարորդի աշխատանքերից, որովհետև տեսնում եմ, որ այստեղ բաներ կան, որ շատ հետաքրքիր են։ Շատ վարորդի աշխատանքերից։ Դա կարևոր։ Մեր վարորդները հնստեք նայեք։ Մեր վարորդների աշխատանքային պայմաններն է շատ կարևոր, չէ՞, որովհետև մարդիկ պետք է աշխատեն։ Մի վարորդը հերթափոխում քանի ժամ է իրատեսորեն անցկացնում։ 12 ժամ անցկացնում է։ Եվ սա սենց մինի այս նստարանի բանը հարմարավետությունից սկսած, ստեղ մենք ունենք մոնիտոր եւ դուռը նորմալ դուռ կա, որը բացվում փակվում է եւ մնացած
մնացած էլի բազմաթիվ բաներ։ Սա բոլորովին ուրիշ ստեղ Շովածում, տակացում, նստարանի, տակացում, նույնիսկ մերսում կա նստարանի, բայց մերսումը չարժի է։ Վարորդի մերսում։ Չէ դե այդ բանը, որ մարդու մեջ կա հոգնում, այն ամենը միացնում է, սենց բաներ է, ալիքներ է տալիս, մերսում, նստատեղը ալիքներ է տալիս եւ Մազագույնը աչքը կպնելու դեմ կողմի։ Կարևոր է տեսախցիկները։ Տրոլեյբուսի մեջ կան տեսախցիկներ եւ սրահում էլ կան, չէ՞, տեսախցիկներ։ Եւ կպածա ընդհանուր մի համակարգի on-line ռեժիմով դուք կարողանում եք տեսնել։ Օպերատորներ ունենք, հետևում են իրենց աշխատանքը։ Շատ լավ։ Հիմա մի հատ սրահն էլ նայենք, էլի։ Հա, պարոն Ավինյան, երբ ռեալի է դուրս կգան այս տրոլեյբուսից Վարչապետ, վալիդատորներով պետք է հագեցնենք սրան, այս 12 մետրանոցները 3 վալիդատոր ուտելում, մի քանի տեխնիկական հարց ունենք ուտելում, քանի նստատեղ կա, մենք չգիտենք, 24 նստատեղ, իսկ ինչքան մարդ կարա տեղավորվի նորմալ հա, հենված, հանրած հենված, դա միջազգային ստանդարդ, այստեղ էլ նաև համասայլակով մարդկանց համար տեղն է, իսկ այդ բանը բացկող բան հենց հիմա ցույց կտա նույնիսկ, որ հիմա խնդրեմ մի քիչ այն կողմ գնաք ժողովուրդ ջան, Բեջանյան ջան, Եվ նաև այդ ընթացքում տրոլեյբուսը ես կարծում եմ ես ճիշտ կանեմ, բայց եթե բացվում է, ու այս ընթացքում տրոլեյբուսը կարողանում է վարորդը թեքել, որ ավելի հարմար լինի, հիմա թեքում է։ Ես սա կարևոր եմ համարում նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց խորհրդի նիստերում մենք այս թեման բազմիցս քննարկել ենք, որ Երևանում հարգեցած է մեր այլևս գրեթե ամբողջ բոլորն են, հա։ միայն են 5 Չէ, այս տրոլեյբուսները բոլորը։ Բոլորը, Դե, բոլորը։ հարգելի գործընկերներ, ես հիմա դիմում եմ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի անդամներին, տասնյակ անդամներով այս հարցը բարձրացրել եք, սրբնեղել եք, նյարդայնացել եք, որ նույնիսկ ասել են ամեն երթուղում մի հատ այդպիսի բան լինի, տրանսպորտել մի էլի բանա, բայց հիմա հաստորեն 45 տրոլեյբուս մենք ունենք, որոնք իմիջիայլոց բոլոր ուղղություններով են աշխատելու, մենք ունենք Մենք ունենք 5 գիծ, վարչապետ, որոնք բոլոր ուղղություններով այս մետրոյի այլևս աշխատելու եւ ասեմ նաեւ այս թեմայի վերաբերյալ մեր վարորդները վերապատրաստում են անցնում, թե ինչպես կազմակերպել համասայլակով մարդկանց մուտքը, տրոլեյբուսներ եւ ավտոբուսներ։ Դե իհարկե մեր վարորդները պատրաստվում են։ մեր հարգելի ուղևորներն էլ պետք է աջակցողը լինի, որովհետև դա հոգատար հանրության կոնցեպտ է դա, եթե մարդ տեսնում է սայլակով մարդ կա, ինքը բարդ բան չկա, հիմա այսպես է պրոստը ուղղակի այդ բանը բարձրացնում են, իջեցնում են, մարդիկ պետք է աջակցող լինեն, որպեսզի նաև տեսելի պատրաստները իրենք լավություն։ Շարունակենք մեր շրջակը մեր տրոլեյբուսի շատ մեծ իրադարձություն է, շատ մեծ իրադարձություն, այնքան ուրախ եմ եւ պարոն Ավինյան, ես հիշում եմ, տեսեք մենք բարբերաբար քննարկում ենք եւ մենք ասում ենք ամենաօպտիմալ լուծումը, որովհետեւ մեծ լուծումներ ունենք, այն 18 մետրանոցները քանի հատ են 250 հատ։ Հա, այսինքն դա մեծ ծրագիր է, որ դեռ պետք է նախապատրաստվել։ Մենք այս պահին նայեցինք մեր բյուջետային ինչ հնարավորություն կա, այս էլ է շատ կարևոր։ Այս էլ է շատ կարևոր, որ այս էլ խալանվածը վերադարձրածի մասը այդ պետական բյուջեի միջոց է, սա դառնում է, սա այս տրոլեյբուսները նախկինում լինելու են, չգիտեմ, ինչ ասեմ, բաներ, խամերներ, բաներ եւ այլն։ Չնայած մենք դեմ չենք, Երևանում շատ խամերներ կան, բայց ցանկացած մարդ ով իր աշխատում արդյունքաստեղծում օրենքով սահմանված հարկեր վճարում, մենք միայն ուրախ ենք, որ խամերը լինի, Ferrari լինի, Porsche լինի, ընդհանրապես ամեն ինչ, որովհետև ռիլեր են հայտնվում, որ Երևանի շատ լավ բան են բերում, նախ ես տեսնում եմ մոտարետացիները, ասում են մենք Երևանում ենք, հելա խնդրում ենք մեքենաները նայեն, ու սկսում են մեքենաները ցույց տալ։ Ես խոսում եմ ապօրինի ձեռք բերված, հիմա այս են խամերնա, որը պետք է ճռիկներ անել Երևանում քաղաքացիների վրայով եւ հաշվին, եւ հիմա դարձել է այս տրոլեյբուսը։
Դա ապակին չարթելու համար սարքա անվտանգության համար։ Սրակմարիչ։ Եթե վթարա տեղի ունենում ու միակ Չեմ ուզում իջնել։ Պարոն վարչապետ, բայց նաև վերհիշենք էլի ինչից ենք հասել սրան։ Սրանից մի քանի տարի առաջ մենք քննարկում էինք գազելում սկորուստը կմտնի մեկի մեջքը, թե չի մտնի, կամ գազելում, ասենք 20-ամյա գազելում, ընթացքում դուրը կփոխվի, թե չի փոխվի։ Ես ուրիշ բան եմ ասում, որ 2018-ից հետո մարդիկ անդադ ինչ-որ ձևով էլ արդարացի կերպով անընդհատ մեզ ասում են բաղուսատության գազելները, ուսատության գազելները, բայց էլի ասում եմ, երբ որ ցանկացած տեղը, երբ որ քաղաքային իշխանության եւ կառավարության գործունեության մեջ դիսոնանս կա, այդ խնդիրը առաջանում, որտեղ մենք այն ժամանակ էլ էինք ասում, հիմա պարոն Արմինյանը ասում է, որ հաջորդի մենք պետք է էլեկտրոավտոբուսներ այդ հարցի վրա մենք ամիսներ ենք փորձել, որ ասել ենք, լսեք, տրենդներ կան աշխարհում, մենք պետք է գնանք էլեկտրոավտոբուսների ճանապարհով, բա ոնց է մասիվ բարձրանալու, ոնց է, այսինքն այդ լարվածությունը, որ դիսոնանս է տեղի ունենում, դա այն խնդիրները, որ կա Երևանում, այդ դիսոնանսի հետևանքն է, որ մարդիկ գալիս են միտեղ են հասնում, մեկ էլ սկսում են իրանք գնում բանի տեղ, հեգեմոնիկ է, որ վերջ, արդեն իրանք լրիվ ուրիշ բան է, որտեղ այդ դիսոնանսը կա, իսկ որտեղ կա երկխոսություն, ցանկացած քաղաքի է, եկեք գնանք նայենք, էլ եմ ասում քաղաքներ կան, այսօր որ համայնքի ղեկավարը ընդդիմադիր քաղաքական ուժից է, բայց դիսոնանսի մեջ չի։ Բայց գործի մեջ ամենադիսոնանսի մեջ չգնանք այդ քաղաքներին մենք արդեն արդյունքները տենում ենք, մտնում ես քաղաք առաջին բան ցուցանակից հետո արդեն երևում է։ Իսկ հիմա գնանք Գյումրի, ասում եմ մայրողու ցուցանակը անցնում է, մտնում ես ավերակների մեջ։ Ինչի որևէ Գյումրիի որևէ նախկինում էլ նենց չի եղել, որ ընդդիմադիր ինչ-որ շարժեր են արել, բայց սենց մեկուսացած իրանք որ չգիտեմ ինչ, այդ ամեն ինչը հետևանք ա ունեցել։ Եվ մենք հիմա Երևանում ենք, սենց վազքի մեջ ուզում ենք այդ բանը ճեղքը լրացնենք, այդ քաղաքային կառավարման, դա ճգնաժամ է, եթե կառավարության բան, ես չեմ ասում եմ քաղաքական հարցերով, ես ասում եմ կառավարչական հարցերով, որ հարցը պետք է լուծել, պետք է քննարկել, եւ այս պատմությունն էլ, պարոն Արմինյանի հետ մեր հերթական զրույցներ, մենք ուզում ենք հասկանային ոնց անենք, որ էֆեկտիվ եւ արագ լուծենք եւ եկան որոշման, որ պետք է այս անեն եւ կառավարությունն է որոշումը կայացրել։ Այո, ամբողջապես կառավար, այս մեկը ամբողջ խմբականակը դուք եք ֆինանսավորել, պարոն վարչապետ։ Եվ շատ ուրախ եմ, որ մաքսիմալ արագ եղավ։ Էդ էլ է, հետո գնում է պատտվում, ինչ եղավ, չգիտեմ, մրցույթա, չգիտեմ, հեսա, չգիտեմ, մենա, էֆեկտիվ ձևով եկավ ու լավագույն գնով, չէ։ Ամենա։ Այսինքն մենք այս տեսակ տրոլեյբուսի համար ստացել ենք ամենացածր գինը հնարավոր։ Եվ պարոն վարչապետ, եթե թույլ տաք շարունակելով Գյումրիի թեման, այդ ձեր ասացի համար է կարևոր, որպեսզի մենք հունիսի 7-ին Գյումրիում ստանանք ջախջախիչ մեծամասնություն, որպեսզի գնանք ցրենք այդ խայտառակությունը, որը կորոնա իշխող Գյումրիում, նոր ընտրություններ անցկացնենք ու կարողանանք ստեղծել իրավիճակ, որ Գյումրին կառավարեն ոչ թե հանցագործներ, այլ նորմալ մարդիկ։ Ես այդ թեմային անդրադարձել եմ, որ ասում են Գյումրի 2 սարի հարաբերություն, ես ասել եմ, որ չի Գյումրի մեկ։ Տնելու է հեղափոխություններ ու Գյումրի մեկ, որովհետև հեղափոխությունը միջև հիմա Գյումրիում հեղափոխական իշխանություն չի տեղավորել, հեղափոխության իշխանություն եւ հունիսի 7-ից հետո պետք է այդ խայտառակությունը լուծենք, խայտառակությունը ասել եմ նկատում եմ այն վիճակը, որին մենք նկատում ենք Գյումրին եւ կառավարություններին, որ այդ դիսոնանսը Երևանի հետ լուծվեց, բայց Երևանի հետ մենք արդյունքները նոր ենք տենում։ Դուք արդեն քանի տարի է որ Երևանում։ 2.5 Չէ, ընտրությունից հետո չէ, դրանից առաջ էլ է, չէ։ 3 տարի է, մենք արդեն վերջին 6-7 ամիսները, որ արդեն զգում ենք, որ արված աշխատանքը սկսում է կշիռ ստալ, որովհետև դա էլ է, չէ ժամանակ տամ, սկսած պլանավորումից, որովհետև եթե քաղաքային իշխանության պլանավորումը չի մտնում կառավարության պլանավորումների,
Մենք չենք ասում, որ կառավարությունը պետք է մանանալ, բայց քննարկում գալիս է մի ընդհանուր հայտարարություն եւ ընդհանուր տրամադրություն կողմից արեցին։ Սիրելի երևանցիներ, բոլորի շնորհավորում եմ։ Սա մեծ իրադարձություն է, եւ իհարկե շնորհավորում եմ նաեւ Երևանի հյուրերին, ովքեր օգնում են քաղաքային տրանսպորտին, որովհետեւ սա Եվ Տարոսը մեր մյուս բոլոր համայնքներն են։ Գյումրին նույնպես պետք է ունենա էլեկտրոավտոբուս։ Այո։ Ոնց որ շատրվան է, ոնց որ մյուս բաները, ոնց որ գնացին։ Անջատել մեզ շարժը։ Ես անջատի հանրի հետ։